Մի քանի օր առաջ Ալեքսին ուղեկցում էի դպրոց, վերադառնալիս հանդիպեցի հարևանուհիներիս։ Երկու կին են, որոնցից մեկը բացարձակ չի խոսում անգլերեն, մյուսը շատ քիչ է։ Դա է պատճառը, որ մեր շփումը շատ սահմանափակ է, բայց երկուսն էլ շատ հաճելի կանայք են։ Երբ որ հանդիպում եմ, միշտ ինչ է լինում, թե ուր ես գնում, բնականաբար հնդկական հարցը հաց կերել ես, նախաճաշել ես արդեն, ես դե միշտ նախաճաշած չեմ լինում այդ ժամերին, ասում եմ հիմա եմ գնում, որպեսզի նախաճաշեմ, ու նաև հարցնում են, թե իսկ ինչ եմ պատրաստելու։ Այդ օրը, որ իրենց հանդիպեցի, այն օրն էր, որ պատրաստելու էի butter chicken, ու միշտ հարցնում են, իսկ ինչ ես սիրում, հիմնական մեր խոսելու թեման ուտելիքն է լինում, թե կոնկրետ հնդկական ուտեստներից ինչ եմ սիրում։ Կինը, ում հետ մի փոքր այդպես կարողանում ենք շփվել, ասեց իսկ բրինձի համար ինչ գրեյվիներ ես պատրաստում, ասեցի դե սովորաբար կամ ջիրայով եմ պատրաստում, ես վերջերս շատ եմ հավանել, գիտեմ կիտրոնով ունեք, պատվիրել ենք մի անգամ կհիշեք, գոհայում պատվիրեցինք, կիտրոնով ռայսա կոչվում, ես այդքան շատ չհավանեց, Ալեքսը մի քիչ հավանեց, ոնց որ կիսատ պրատ, իմ համար է ոչինչ էր այդպես, դրա համար խոհանոցումս չեմ ներառել, որովհետև գիտեմ, որ պատրաստեմ, ընտանիքիս անդամները այդքան հաճույքով չեն ուտի, իսկ օրինակ ջիրայով բրնձով փլավը շատ մեծ հաճույքով են ուտում։ Ասեց, իսկ դու պատրաստում ես արդյոք, ու ասեց կոնկրետ, ես ինչ անու շահոտը, ինչ տարբերակով է պատրաստում, մի խոսքով ասեցի, որ չեմ պատրաստում, բաղադրիչները մանրամասն ասեց, թե ինչ բաղադրիչներ են հարկավոր, եղեք շատ անուշ հոտ ունի։ Հեսա ես էլ ձեզ ասեմ, նամանավանդ, քանի որ հիմա մեզ մոտ պահքի սեզոնն է, այս շատ լավ տարբերակ է այն մարդկանց համար, ովքեր պահք են անում ու հիանալի թեթև սնունդ է։ Ինձ համար արդեն ինքը պատրաստել է, այսօր առավոտյան էր պատրաստել ու էլի, ինչպես միշտ Ալեքսին ուղեկցում էի դպրոց, ինքը դուրս եկավ, տաք էր, որ ինձ տվեց, ուրեմն նախ յուղի մեջ տապակում են սոխ, քարի տերևներ, համեմունքներ են ավելացնում, կարմիր պղպեղ, սև պղպեղ, որն էր այն մյուսը, քարին չէ, քյումենը, քրքում են ավելացնում, քրքումն է այս դեղին գույնը տվել, որից հետո ավելացնում են քունջութի սերմեր և թարմ համեմ են ավելացրել, իրանք խառնում են բրնձով փլավի հետ, ես բրինձը արդեն պատրաստել եմ, ուղղակի սովորական խաշել եմ, սա խառնում են բրնձով փլավի հետ և ես այստեղ ինձ համար մի փոքր բրինձը լցրել եմ արդեն, հիմա սա կավելացնեմ, բայց տեսնում եմ հետը նաև ինչ-որ բան էլ ավելացրած մի րոպե, քանի որ ասում եմ, չէ, լեզվային խնդիր ունի, ինքը բաներ կար, որ չէր հիշում անունները, ֆիստաշկայա, կիտրոնը ավելացրել մեկ էլ վրան, բայց շատ կծույա ու շատ համեղ։ Խառնում է, ես ինչ համեղ է, բաղադրիչները շատ հասարակ են, բայց շատ համեղ, ես սրանից կպատրաստեմ, բայց շատ կծու է, այս Ալեքսը հաստատ չի կարա ուտի, ես հիմա կպատրաստեմ, չունեմ մենակ գետնանուշ չունեմ տանը, թե չէ կպատրաստեի, հեսա գնանք խանութ, խանութից գետնանուշ գնեմ, որպեսզի իրանք էլ փորձեն, ընտիրություն ես ինչ համով է, ընտիր, շատ համեղ է,
Եվ վերջում ավելացնում են կտրատած համեմ։ Կտրատած համեմը ավելացնում են իրենք ամենավերջում, երբ որ խառնում են արդեն փլավի հետ, թարմ կտրատած համեմ են ավելացնում, հիանալի տարբերակապ, համ հագեցնող, համ եթե ցանկանում եք պահքի ուտեստներ մի քիչ ավելի դժվար է, չէ՞, մենք չգիտես մեկ ամիս ինչ պատրաստես, ոնց պատրաստես, որ նաև համեղ լինի, այս հիանալի տարբերակա, որովհետև կարելի է փորձել։ Այսպես գնաց բուսակերության եւ պահքային ուտեստների մասին, հնդկական խոհանոցը աշխարհում հայտնի է իր լայն ընտրությամբ, թե ինչպիսի բուսական ուտեստներ ունի։ Երևի եզակի երկրներից է, որտեղ այդքան շատ տարբերակներ ունեն պատրաստելու։ Իդեպ ասեմ, Հնդկաստանը նաև ունի մի քաղաք, կոչվում է Պալիտանա, որը գտնվում է Հնդկաստանի Գուջարաթ նահանգում։ Այս քաղաքը աշխարհում միակ, ամբողջ աշխարհում երկիր մոլորակի վրա միակ քաղաքն է, որտեղ արգելվում է ցանկացած տեսակի մսամթերքի կիրառումը, թե մորթ, ինչպես նաև մսամթերքի կենդանիների մորթը։ Այստեղ ռեստորաններում մենյուում միմիայն կգտնեք բուսական ուտեստներ, ուրիշ ոչինչ, հարյուրավոր, միլիոնավոր ուտեստներ կան, տարբեր ռեստորաններ, տարբեր բուսական ուտեստներ առաջարկում։ Ինչի է այս քաղաքը այսպես։ Պալիտանա քաղաքը Հնդկաստանում ջայնիզմի հետևորդների համար ամենասուրբ քաղաքն է, որովհետև այստեղ գալիս են ջայնիզմի հետևորդները, ուխտավորները, այստեղ են գտնվում ամենասուրբ տաճարները իրենց համար։ Եվ ըստ ջայնիզմի դուք գիտեք, որ իրենք բացառապես ուտում են միայն բուսական ուտեստներ, իրենք չեն ուտում նաև սոխ, այսինքն այն բույսերը, որոնք մի անգամ են կյանք տալիս, պտուղ տալիս, այսպես ասած, սոխը, սխտորը, ու էլի բույսեր եւ բանջարեղեններ կան, որ իրենք չեն ուտում, այսինքն եթե խնձոր ուտում են օրինակ, որովհետև խնձորի ծառը մի քանի անգամ անդադ պտուղ է, չէ՞ տալիս, իրանք դա ուտում են, մի խոսքով այն ինչը որ ցանում ես ու մի քանի անգամ տարբեր իր կյանքի ընթացքում անդադ պտուղ է տալիս, այդ պտուղներից օգտվում են։ Օրինակ սոխը, երբ որ ցանում ես, մեկ անգամ է պտուղ տալիս, հետո հաջորդ տարի նորից պետք է ցանես, որպեսզի ունենաս։ Իրանք շատ խիստ հետևորդներ են, այս ջայնիզմի հետևորդները, շատ իրանց մոտ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, այսպես ասած, բուսակերության վերաբերյալ։ Իդեպ հենց ջայնիզմի հետևորդները, վանականները, հավատացյալներն են հասել են բանին, որ այս քաղաքը լինի 100% բուսակերների համար նախատեսված, բուսակերների քաղաք, այսպես ասած, որովհետև շատ միտինգներ են արել, ցույցեր են արել, ընդհուպ մինչև հացադուլ են հայտարարել, մինչև որ կառավարությունը որոշել է, որ եղավ այս քաղաքը կլինի 100% meat free, այսինքն բացարձակ չի լինի ոչ մի տեսակի մսամթերք, որ մորթ կանեն, կսպանեն, կխորովեն, կտապակեն, կուտեն, վաճառքը ռեստորաններում նույնպես արգելվել է, մի խոսքով այստեղ ամեն ինչ պետք է լինի բուսակերների համար բուսակեր է։ Այնպես որ եթե գալիս եք Հնդկաստան եւ բուսակեր եք, ինձ թվում է հետաքրքիր կլինի նաեւ այդ նահանգը, այդ քաղաքը այցելելու համար։ Հետաքրքիր տարբերակապ։ Ես իմ վլոգի ընթացքում որոշել եմ, որ այս շրջանում ձեզ կփորձեմ ներկայացնել օրը գոնե մեկ ուտեստ, որը որ բուսակերների համար հեշտ կլինի։ Մենք հիմա ունենք Հայաստանում, որ փորձում են, մեր մոտ շատ չի տարածված, բայց մենք օրինակ մենյուներում հազվագյուտ կհանդիպենք բուսակերների համար նախատեսված ինչ որ ուտեստներ, կարող է լինի մեկը, երկուսը, բայց այդպես լայն մեծ ընտրանի չունենք։ Այստեղ այդպես չի, այստեղ նույնիսկ ռեստորաններում, սովորական ռեստորան, որ գնում ենք թեկուզ այս տարածքում չեմ ասում, հենց կան կոնկրետ ռեստորաններ, որոնք հենց բուսակերների համար է, բայց նաև եթե ոչ բուսակերների համար է, որտեղ որ միս ունեն նաև, հա միս հիմնականում կամ ձուկ, ապա մենյուի կեսը, երևի կեսից ավելի բուսական ուտեստներ են։ Այնպես որ այս խոհանոցը հետաքրքիր կլինի հենց բուսակերների համար, ընկերներ ջան։ Ես պետք է գնամ գնումներ անեմ։ Ես հայտնի չէի տեսել մի ժամանակ, բայց գիտեք ինչն է ինձ հետաքրքրել, նարինջը, չգիտեմ որտեղի արտադրանք է, բայց գրած է օրենջ։
Սենց նարինջ ես առաջին անգամ եմ տեսնում ոնց որ սենց կնճռոտած նարինջներ լինեն ցիլուլիտով Մոտ միջոցառումը, մենակ այսօր չէ, 3 օր միջոցառում ունեն, սենց մեքենաները գնում են, տեսնում եմ կանայք մեջը զուգված, զարդարված նստած են, գիտեմ, այդ ծնողներն են, հյուրեր ունեն, մի խոսքով շատ մեծ միջոցառում ա լինելու ու 3000-30,000 մարդ ա հրավիրված, սենց արդեն գիտեմ, որ ով ուրա գնում, ես արդեն ինձան մոտ հասա, գնում առաքիչի կա, ուզում եմ գնամ նրան ծմերուկ վերցնեմ, բայց չգիտեմ ասեմ Ալեքսի հետ գնամ, տեսնեմ առաքիչի հետ կգամ, եթե շուտ գամ, մենակս կգամ, եթե ուշանա, ստիպած հետք Ալեքսի հետ գնամ։ Ոցերից չվախենայք, գա ես անկարգությունը վերացնի, ազնվությամբ եմ ասում, ու ուրիշ մարդ հո չի գալիս տեղ, այս ով պիտի ստեղ գա, չէ, ոչ մեկ չի գալիս, մեր հարևանները չեն թափում, դա 1,000,000%, ստեղ մի օր միջոցառում էին անում, այս մեր առաջի հարգես դեկորի բանը որ կա, ու այդ միջոցառումից հետո են այս շշեր մշերը գցել, երևի անցնող երբեմն առաքիչ ա գալու, բայց առաքիչ չի գալիս, իր աղբը թափում գնում, Այս կոմա ասել եմ, էլի այս դեկորի, ասենք, բանվորները, որ կան միջում անում են, ու դու չասում են, չկա, թափում են այդեղ, էլի, այս տեղներն էդ լավացրել եք, արդեն օֆիս եք գնում դուք, արդեն տանն եմ, գնումներս բերեցին, Այստեղ վերցրել եմ անձեռոցիկ, մեկը գնում ես, մեկը նվեր ա լինում, հաց, չապատի հաց եմ գնել այսպես, որովհետև ճիշտ ասած ավելցուկներ չկար, 3 օրյա էր պահպանման ժամկետը ու սառնարանում պետքա պահվի, մթերքները նորմալ մթերքներ էին, դրա համար Ալեքսն է այս չապատին սիրում, Դպրոցում երևի թե ընկերները բերում են անընդհատ, ինքն էլ որ չապատի ասում ա վերցնում ա թռվռում ա, համ դե լավաշին նման ա մի քիչ ինչ որտեղ, իհարկե ոչ ամբողջությամբ, բայց նաև այդպես դա հիշեցնում ու մեկ էլ դուրը գալիս ա, ընկերներն էլ են ուտում տեսակ իրեն լավ ազգում վերցրի, կարտոֆիլ, ձու, սխտոր եմ վերցրել, լավներ երևում սխտորը, Սենց այսքան ինձ բավական է, ես այդպես շատ ամեն ճաշի մեջ մի ատամիկ եմ օգտագործում, հաճախակի խանութ գնում եմ, ինձ թվում է չարժի գնեմ սառնարանում տեղ զբաղեցնել, այստեղ լոլիկ, սունկը շատ լավն էր, ես մտածում էի, ասեցի գնամ գամ, որ այն գնոջ ուտեստը պատրաստեմ, չէ, բրնձով ավելի քիչ քանակությամբ կծուն ավելացնեմ, սակայն ունեին իրենք սունկը միշտ չի, որ այդ խանութում տենց թարմ ա լինում, սպիտակ նոր ստացած սունկ էր, որոշեցի, որ հաճարով փլավ կպատրաստեմ։ Սա փավ տեսակի հացն ա, սրանով ուտեստ ենք պատրաստելու, բանանը լավը չէր և ես գնեցի, սենց 3 հատ ընտրել եմ, փորձել եմ ընտրել, շատ էլ հասած ա, Հիմա կլվանամ, այս 3 հատը այսօրվա համար կլինի չիպսեր, սրանք այս գույնը, մեկ էլ ծովի աղովը չկա էլ, իսկ սա այն ամենահետևն էր մնացել, այդ տղային խնդրել է մեկ էլ աստիճան նենց էլ խորն են դնում, ոչ բոյս սա հասնում, իրանք էլ չեն կարող, աստիճան են դրել, սենց մի տեղ գտա, մի կերպ նայեցի, տեսնեմ մի հատ թաքնվել այն ամենահետևում, խնդրեցի, որպիսի հանեն, այստեղ վարունգ, բրոկլիներ լավը և ընտիրագույն մանգո, բանան չունեին, բայց կարևորը մանգո ունեն,
Ալեքսի համար գնել եմ ռետիններ, սրանք տանն ենք օգտագործում, աղջիկներից մեկի հետ է խոսում այստեղ, ասում Ալյան ջան, ասում է իզուր ես դպրոցը տենց սիրուն մատիտներ բաներ ուղարկում, ասեց ես իմ երեխու հետ նույն տարիքի բալիկ ունի էլի ինքն էլ այստեղ, ասեց գնում ես ամենաէժան ու ամենասովորական մատիտները, որ բանա, որ ինքը իրենից հետաքրքրություն չի ներկայացնում եւ սպիտակ ամենասովորական ռետինները, ասեց ոչ մեկ ուշադրություն չի դարձնի, ոչ մեկին չի հետաքրքրի դա ու չեն էլ բանանի, մնացած ինչ առնում ես երեխու համար տանը, թող գա տանը իր դասերանի, շատ ընտիր միտք ա տվել, իդեպ ասեմ, այտենց եմ անում ես վերջերս, 3 հատիկ մատիտ եմ ուղարկում, մի հատիկ սրիչ եմ ուղարկում հետը, մի հատ էլ ռետին, սրիչները բան են արել, կորել էին ինչ էին արել, չեմ իմանում, նախորդ գնացիցս որոշներն էլ փչացել են, դե բան են անում, այդ բրիտվայի հատվածը մաշվում է, ինչև է, սենց մի անգամից վերցրի, տուփով աչքովս ընկավ, տուփով վերցրի, մի հատ էլ տետր, Ալեքսի համար մի հատ սենց հաստ սևագրի տետր ուներ, այս անգամ բարակը վերցրի, որովհետև ծանր է լինում, հասկացա, որ պայուսակի համար ավելի լավ կլինի, սենց բարակ տետր լինի, քան հաստ, ու շատ արագ ինքը օգտագործում է իր սևագրի տետերը, ինչև է ընկերներ ջան, այսքանն էր ամբողջությամբ իմ գնումները, հա նաև չգնեցի գետնանուշ այստեղից, գետնանուշ էր պետք, մաճաշատեսակը պատրաստելու համար ինձ նաև գետնանուշ էր հարկավոր, մեկ էլ քունջուտ, ես վճարել եմ 1423 ռուփի ընկերներ ջան, հիմա արագ տեղավորում եմ Եվ անցնեմ արդեն ընթրիքի հարցերով, ես կթողնեմ, մի հարց էլ պատասխանեմ, նոր քանի որ նկարում էի ու հարցը հենց այսպես մի անգամից էկրանից հայտնվեց, աղջիկներից մեկը հարցնում են Լանա ջան մի հարց, իսկ ինչի ես հավի միսը աղաջիրի մեջ դնում, հավի միսը գիտեք ինքը իրանով բակտերիաներ ունի, հենց հավի միսը ամենա ոնց որ ինքը իրանով բակտերիաներ ունի խոսքով ու աղաջիրի մեջ դնելով օգնում ենք, որ այդ բակտերիաները վերացնենք, ես միշտ նամանավանդ եթե ես սառցախցիկ չեմ դնում այդ միսը ձուկն էլ, ձուկը ճիշտ չունի, բայց ամեն դեպքում երբ որ չգիտեմ էլ խանութում ինչքան ամնացել, ոնց եմ պահել այդ ձուկը, ոնց չեմ պահել, որ բերում եմ տուն, անպայման լվանում եմ, մաքրում եմ, աղաջիրի մեջ կես ժամ թողնում եմ, դենց ավելորդ եթե բակտերիաներ բաներ լինում են, վերանում են ու նոր հետո արդեն եփում եմ, հավը պարտադիր, եթե չեմ հասցնելու սառցախցիկ դնեմ, միշտ միսը նախընտրելի է մի օր մնա սառցախցիկում, հետո նոր օգտագործվի, տենց են ասում, ավելի ապահով է լինում, բայց եթե չի լինում, կես ժամ աղաջրի մեջ լինում է, տավարի միսը ինձ թվում է համը մի քիչ կփոխի, տավարի միսը այդպես չեմ անում, ճիշտն ասած, աղաջրի մեջ առանձին չեմ թողնում, բայց մնացած մսամթերքները, մսամթերք ասելով հավի միսը պարտադիր ու ձուկը պարտադիր, այդպես կես ժամ թողնում եմ աղաջիրի մեջ, որպեսզի բակտերիաներ չլինեն։ Բայց ոչ միայն օգնում է այս տարբերակը, որպեսզի ազատվենք, ինչ որ չափով ազատվենք, ապահովագրված լինենք սալմոնելլա տեսակի բակտերիայից, այլ նաև օգնում է, որպեսզի հավը լինի ավելի հյութալի, մնում ավելի փափուկ և ազատվում է հոտից, ինչպես նաև այդ ընթացքում ազատվում է ավելորդ ճարպերից, անցանկալի յուղերից, ինչպես նաև եթե արյուն է հավաքված լինում, այդ արյունն էլ դուրս է գալիս, որպեսզի հավը չունենա մի տեսակ ուժեղ հոտ։ Ընկերներ ջան, սենց մի անգամից այս հարցն էլ պատասխանեցի։ Մինչև Ալեքսի գալը գնամ ձմերուկի հետևից, որովհետև ամեն դեպքում այս ճանապարհները մի քիչ այդքան էլ բան չեն, ապահով չեն։ Ամեն ավելի արագ կստացի, մինչև երեխեն գա դպրոցի, հասկացորեն։ Ամեն մինչև Ալեքսը գա, Ջեսին դիմավորելու ժամանակը կլինի, խոսքով գործերս մի քիչ առաջ գցեմ այսպես ասած, ավելի լավ կլինի։ Ես եկա հասա իմ ձմերուկներին։ Տեսնենք որն ենք ընտրում, Ալեքսը հետս չի այ, որ ընտրի, ասի մամա էսի ա լավը, տեսնենք մամա ոնցն է ընտրելու։
Այն կողմն մարդիկ ուտում են, կտորներով նկատել եք երևի, չէ, սենց փոքրիկ տեղ են հատկացնում, նաև կտոր կտրում են այդպես ճամփորդները, ովքեր որ շատ են ցանկանում, տեղում ուտում են, կտրած են գնում։ Ձմերուկները գնալով մեծանում են, սովորաբար, գիտեք, չէ, ձմերուկը որ կտրում են, պետք է արագ վաճառեն, որովհետև բանանում, ցամաքում ու քաշ է գցում, իրանց ձեռնտու չի էլ, ինչքան շուտ վաճառեն, այդքան ավելի լավ։ Սկզբում որ գնում էր 6 կիլո էր, 6, 7 չէր հասնում։ Հետո 7-8 կիլո էր, հիմա 9-10։ 10 կիլոն ուղղակի չեմ կարող անդեղից բերեմ, էլի ամեն դեպքում հեռու է, ծանր է։ Բավականին կշռեցինք, մոտավորապես 8.5 կիլո հազիվ մի հատ գտանք։ Դե բնականաբար ես կտրել չեմ տալիս, որովհետև պետք է բերեմ օճառով մի հատ լավ լվանամ, հետո նոր կտրեմ, բայց այնտեղի մարդիկ միշտ զարմանում եմ, էլի որ նայում եմ, բոլորը հերթի տակ վաճառում է կարելի է ասել։ Այս տարածքում ամենալավ ձմերուկները իրա մոտ են։ Բայց ինչ էի ասում, հա, բոլորը գալիս են ու իրանց ձմերուկները կտրել են տալի, ինձ թվում է հետո իրանք չեն լվանում, բայց որ չեն լվանում, ոնց են անում, որ չհիվանդանան, էլի, ամեն դեպքում ամբողջ գիշերը տեղա 1000 տեսակի կենդանիներ են անցնում, մի խոսքով, ընկերներ, շատ չմանրանամ, բայց դե ջանամին, նույնքան առնեմ դերեմ լավը չինի, ասում են իմ բախտից է, լավը չէ այս անգամվանը, կարող է, հնարավոր է, ամեն ինչ է հնարավոր է, բայց դե մաքուր կլինի, չեմ սպասում, Ալեքսին այս տղան ներքևում էր, դե միշտ ներքևում է, մեր այս անվտանգության տղան, շոկ է լավ, ասեցինք դոր, կտրեմ միշտ կտրում իջացնում եմ, իրենց չի որ, օй, մի քիչ ավելի կարմիր լիներ, ավելի լավ կլիներ, բայց վատը չի, մի քիչ լավ կարմիր, անցած անգամվանը ավելի Ալեքսիս ընտրածը ավելի լավ կարմիր էր։ Մեր շուտ իջացնեմ այս տղան դա։ Դանակս կարճ է մի քիչ։ Լավ։ Այսի լավ չկտրվեց, այս նենց կտրեմ, որ մեջ տեղի հատվածովը կտրվի, այս։ Հիմա կարող եմ այս կտրատել, ու ինչ էի ուզում ասել, ձմերուկը իրականում նիհարելու համար ընտիշ տարբերակ է, ճիշտ է մեր մոտ Հայաստանում ձմերուկի սեզոնը չի, բայց որ ձմերուկի սեզոնը լինի, հիշեք այդ մասին, որովհետև մի կտոր ձմերուկը, սենց ոնց որ լցնում է ստամոքսը, այսպես ասեմ, հագեցնում է քաղցը ու միևնույն ժամանակ թե ջրի պահանջել, որ շատ կարևոր է ամռանը ջուր օգտագործել, ջեսը չի սիրում, ջեսի միակ տարբերակը, որ կարող է, ամեն օր չէ, կարող է, չգիտեմ, ամեն ձմերուկից մի անգամ, այդ լինում է 2-3 օրը մեկ, ինքը սոկը կարող է խմի, հյութ սարքեմ, բլենդ անեմ, սենց կտրտեմ, կորիզներից անեմ, բլենդ անեմ, տենց կարող է ուտի, մնացած անգամները, ուտի չէ, խմի ավելի ճիշտ, մնացած անգամները չէ։ Ես ուզում էդ ծառից Ալեքսն հենց տպավորությունն է, ոնց որ աղոթելուց լինես։ Հա, ուզում ես Հա, ասում կպելա, որ այդ ծառը, ես որտեղից է այս մտքերը իրա մոտ, ծառը մեծանա ու ադամանդներ իրան տա։ Ալեքս, գիտես, դու մտածի այդ ուղղությամբ, որովհետև ենթագիտակցությամբ դու շատ ադամանդ ես ուզում ունենաս, հա? Diamond. You want to have many diamonds? Yeah. Կարող ուզում ես ադամանդագործ լինես։ Հա։ Հա։
Բայց բանը, գիտես, դու անընդհատ երազի պատկերացրա, որ դու շատ ադամանդներ ունես, շատ, նույնիսկ կարաս պատկերացնես, օրինակ որտեղ ես պահելու այդ ադամանդները, գիտես որտեղ ես արդեն պահելու, ես համոզված եմ, որ մի օր այդ ադամանդները, ադամանդների մասին մտածելը կունենաս, անպայման կունենաս, որ պարկես քնելու էլ, մտածի, որ ձեռք ես տալիս այդ ադամանդներին, հա? Ասում եմ երազանքները իրականանում են, պետք է ուղղակի իրական մոտենաս այդ ամեն ինչին ու պատկերացնես, որ իրականում դու ունես արդեն այդ ու հետո ժամանակի ընթացքում դու այդ ամենը կունենաս։ Հեսա դադին գալու է, գնանք կյանք, հենց համով ճաշեմ սա, այսօր ձմերուկ էլ եմ առել, գիտես, գնանք ձմերուկը տուտես, չէ, շատ տնային աշխատանքն ենք սովորելու, Ալեքս այսօր, գնանք տնայինները սովորել, երեք արձակուրդ էր մեր մոտ, չէին տվել տնային աշխատանք, խաղաց երեխան լիքը, հա, շոփ հա սարքել, տանուցուց չեմ տվել, չէ, եկեք գնանք, երեկվանից սար, հա, ուրեմն ես գնացել եմ խանութ, պոպկորնը արել եմ, բերել եմ պոպկորնը սարքել են, ինք այդ պոպկորնը սա հավաքեց, լցրեց ամանի մեջ, ասում եմ ես հիմա սա ձեզ վաճառում եմ։ Ու ինչքան էիր ուզում այդ պոպկորնի համար? $1 for trying one. For trying one? $1 for trying one popcorn only? Ասում եմ եթե ուզում եք մի հատիկ պոպկորն փորձեք, պետք է $1 վճարեք։ Շատ առևտրական դուրս եկար դու, հա։ Բայց half popcorn ոնց ես կարծում ասենք մի հատ պիտի կծեմ տամ քեզ։ And I will eat the rest. Այ դու իմ առևտրական տղա, իմ առևտրական։ Դու հիմա ադամանդագործ ես լինելու, թե ասենք ռեստորան ես ունենալու։ Ինչ ես անում։ Diamond, հա։ Բարև։ Ես ինչ ես վաճառում։ Popcorn, toys, this thing. Այդ ի՞նչ է։ This one. Also this one. We also have Spider-Man-ին։ toilet paper. Զուգարանի թուղթ։ And popcorn drinks. Ինչ արժի պոպկորնը։ Let me see. Հա։ It will say something, right? Այդ ինչ ժամացուցել ես վաճառում, թե այդ քո անձնականն է։ That's mine. Ալեքս ես վենտիլյատորին չես միացրել բալես։ Because I have... Let me see the price. Առավոտ այս մեքենան գալիս է աղբը հավաքելու համար ու այս տղան ընդհանուր աղբից առանձնացնում է կարտոնի տուփերը, պլաստիկները, ես ինքս փորձում եմ պլաստիկները առանձին դնել, որպեսզի իրեն հեշտ լինի, առանձին տոպրակի մեջ եմ միշտ դնում, բայց ինքը այդպես հատ առ հատ պետք է գնամ աղբի մեջ ամբողջությամբ ու տեսնի թե որն է պլաստիկ, որն է, որովհետև պլաստիկը իրենք տանում են հանձնում են, ոնց որ իրենց համար գումար է, շնիկներն են եկել։